Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, ամեն ինչ կարգին է։ Սկսում ենք նոր վլոգ եւ այն սկսում ենք շաբաթ օրը կեսօրին։ Ինչպես տեսնում եք, խոհանոցում եմ ու սենց հաճելի հավես գործի եմ, պատրաստում եմ կաղամբով տոլմա, այս անգամ կաղամբով։ Մենք սիրում ենք եւ թփով եւ կաղամբով։ Այս վերջերս այնպես էր ստացվում, որ հիմնականում թփով էի պատրաստում, բայց այս անգամ որոշեցի պատրաստել հենց կաղամբով, որը որ արդեն այսպես պատրաստ վիճակում է, մնում է կտրատել ու դասավորել, փաթաթել։ Պատրաստ վիճակում է նաև միսը։ Տեսնում եք ինչ կարմիր, խորժելի տեսք ունի ֆարշը։ Սովորաբար ես միշտ սոխը աղացել, հա, մսի հետ, այդպես տոմատը խառնել, փաթաթել եմ, բայց այս անգամ որոշեցի մայրիկիս տարբերակով պատրաստել, առանձին թավայի մեջ ձեթով, սոխառածով, տոմատով, համեմունքներով պատրաստել եմ խճողակ, որի մի մասը թողել եմ թավայի մեջ, մյուս մասը լցել մեր տոլմայի ֆարշի մեջ, դրա համար էլ այսպիսի գեղեցիկ տեսք ունի ֆարշը, բացի դա էլ աղի երբ որ ստուգում էի համնել ընտիր է, վստահ եմ, որ այս տարբերակը ավելի համեղ է, քան երբ որ ուղղակի տոմատն ու սոխը այդպես մսի հետ խառնում լցնում ենք։ Կաղամբը երբ որ փաթաթեմ, դնեմ կաթսայի մեջ, խճողակի մյուս մասն էլ տոլմայի այսպես արանքներում լցնելու եմ եւ արդյունքում ունենալու ենք համեղ, կարմիր, ընտիր տոլմա։ Որ համարենք մեր վլոգը արդեն սկսված, ձեզ բարի դիտում, ես էլ շարունակեմ իմ գործը, արագ փաթաթեմ, դնեմ գազօջախին ու երբ որ պատրաստ լինի, վերջնական տեսքով ձեր հետ կկիսվեմ։ Իմաստ չեմ գտնում նկարել, որովհետև բոլորդ էլ գիտեք տոլմա փաթաթելու, պատրաստելու ձևը, ուղղակի ցանկացա այս պահով ձեր հետ կիսվել եւ ցույց տալ, որ այս տարբերակով եմ այս անգամ պատրաստում ու համի մասին արդեն խոսանք, երբ որ տոլման պատրաստ կլինի։ Չնայած երբ որ մայրիկս պատրաստում էր, հիշում եմ տոլմայի համը մեկ ուրիշ էր։ Չգիտեմ ինչու, ես այդպես չեմ պատրաստելու, պահի տակ մտքովս անցավ, որ մայրիկս այդպես է պատրաստում ու ես էլ այս տարբերակով պատրաստեմ։ Այնպես որ անցանք գործի։ Սիրելիներս, մինչ ես տոլման դնում էի գազօջախին, հիմա դեռ գազօջախինը դեռ պատրաստ չէ, ընթացքի մեջ է։ Վահանես ընթացքում գնաց Ազոն, մի քանի պատվերներ ունեինք, վերցրեց, եկավ, ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Այս այն պատվերներն են, որոնք որ ես սովորաբար անում եմ։ Առօրյա տան քիմիա, որը օգտագործում ենք բոլորս էլ, մեկս մեկ այլ բան, մյուսը մի ուրիշ բան, բայց ես հիմնականում, այսպես ասած, բաներ կան, որ միշտ նույնն եմ գնում, օրինակ, այս դամեստասը, իմ վլոգների ընթացքում շատ եմ կիսվել ձեր հետ սիրելիներս, սպիտակեցնող միջոց է, ունիվերսալ ամեն ինչի համար, իհարկե սպիտակ շորերի համար գունավոր չէ, լավ սպիտակացնում է, ես գոհ եմ, անգամ հատակներն եմ լվանալու ջրի մեջ ավելացնում, մի խոսքով սա այն պրոդուկտն է, որ ես միշտ ունենում եմ, գնում եմ, հիմա համարյա վերջացել է, դրա համար պատվիրեցի, սա դնենք մի կողմ, հաջորդը այս միջոցն է, ուդալյայետ ժավչնու, ոդինոյ կամին, ես որ ասեմ, այս զուգարանակոնքի ներսի այդ քարերը հանում այնքը սուտ կլինի, բայց ընդհանուր ժանգը, նալյոտները իդեալական մաքրում է սիրելիներս, այնպես որ կարող եք վստահորեն պատվիրել, ճիշտ է, եթե ուզում եք զուգարանակոնքի ներսի քարերը հանել, պետք է հատուկ դրա համար գնեք սալյանայե կիսվատա, իսկ սրանք արդեն երկրորդական այդպես առօրյա մաքրելու համար են, շատ լավ մաքրում է։
Սա նույն շարքից գազօջախի, լվացարանի, զուգարանակոնքի, ճիշտն ասած սա առաջին անգամ եմ պատվիրում, դեռ չգիտեմ, որոշեցի գնել փորձեմ, նամանավանդ որ հիմա լավ ակցիա էր, կփորձենք, կտեսնենք, սրա մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող։ Հաջորդ մաքրող միջոցը մի րոպե։ Հա, այստեղ էլ է մաքրող միջոց, ինձ թվաց է չի վերցրել Վահանը, 5 լիտրանոց, այսպես ամաններ լվանալու հեղուկ գել, для посуды фруктов овощей։ Ես միշտ վերցնում եմ այսպիսի մեծ տուփերով, այնուհետև այսպես լցնում եմ առանձին փոքր տուփիկների մեջ եւ օգտագործում նախ այսպես ավելի օգուտ է, փոքրերը ավելի թանկ են եւ ավելի երկար է գնում, որովհետեւ որը մի քանի անգամ ես ամաններ եմ լվանում, որպեսզի հաճախ չգնեմ, այսպես տանը միշտ ունենում եմ։ Հիմա էլ կա, դեռ 2 լիտրի չափով կունենամ, կլինի այնտեղ, բայց նախապես արդեն պատվիրել եմ, ոչ մի անգամ ավել չի լինում։ Այստեղ ամաններ լվանալու բուկաներ են, որը եւս վերցնում եմ, 2 հատ է մնացել, ես միշտ այսպես զապասով եմ ունենում շատով այն բաները, որ ամեն օր օգտագործվում է ու շատ հաճախ մաշվում է, ուսինում որ ձեռքի տակ միշտ լինում է։ Այստեղ եւս քիմիական միջոցներ են, տեսնեմ կարողանալու եմ մի ձեռքով բացեմ։ Այստեղ հասկացա ինչներ, սինտատեցի Վահանը մոռացել է վերցնի։ Այս մաքրող միջոցը եւս առաջին անգամ եմ պատվիրում սիրելիներս, նայելով օձիվներին, վստահ եմ, որ լավն է լինելու, գազօջախ, հա, դուխովկա մաքրելու համար։ Սովորաբար ազելիտ եմ գնում, բայց այս անգամ որոշեցի սա փորձել, ինչու ոչ։ Ազելիտը միշտ կա ու կա։ Բացեմ մետա տեղավորելու եմ։ Այս բոլոր պատվերների հղումները կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, սիրելիներս։ Նախորդ վլոգում այն պատվերների հղումները թողել եմ, որոշ պատվերներինը ոչ, որը որ Լիլիանի սայթով է պատվիրել, բայց արդեն մեկնաբանություններին պատասխանել են, կարող եք անցնել, նայել ու այդ համանիշերով գտնել ու պատվիրել։ Էլի կթողնեմ մեկնաբանությունների բաժնում այս բոլոր պատվերների հղումները, բայց եթե չգտնեք, նաև ջարդված։ Չնայած դա չի խանգարում, որակի հետ կապ չունի, բայց ցանկալի չէ։ Բայց եթե հանկարծ չգտնեք մեկնաբանությունների բաժնում, ես նորից կտեղադրեմ։ Այսպիսի միջոց 2 հատ, այս փորձով կուղենք, ոչինչ։ Կարևորը ներսի պարունակությունն է, որ աշխատող լինի, ու այս պզիկները հետ Լիլջան արես 2 հատ բացի հատ ենանք այս պատվերները օգնես։ Մկրատը այդտեղ գարաժի մեջ է, երկրորդ հարկը քաշի, հանի սրանք այսպես, այս 2 հատը գիտեմ ինչ են, մեկը դեմքի համար է, դեմքի սնուցման, լբացի կյանք, իհարկե Չինաստանից է, ինչպես հասկացակ, պրոտիվ պիգմենտных պյատին, դեմքից վրա 2 հատ գտել եմ այդ երևույթից, չգիտեմ պատճառը, այս միջոցը հատուկ դրա համար է, դրա դեմ պայքարելու համար, տեսնենք արդյունքը ինչպիսին է լինում։ Կարաս հանես, որովհետև այսօրվանից օգտագործելու եմ։ Սենց կրեմներ սիրում եմ երեկոյան քնելուց սկսեմ, որ լավ սնուցվի դեմքս։ Քնած ժամանակ ամեն ինչ ավելի լավ է աշխատում։ Սա բացի կյանք ցույց տամ, որովհետև մարդիկ կլինեն, որ հետաքրքիր է։ Էլի օձիվներով եմ գրել, երեխեք ջան, չեմ կարող ասեմ։ Եթե նման պրոբլեմ ունեք, չեմ կարող ասել կօգնի թե չէ, ընթացքում
արդյունքը կտեսնենք, օգնում է թե ոչ, փորձը փորձանք չի, փակի կյանք, սենց ասած, փորձենք կտեսնենք, լավը կլինի կշարունակենք, չէ, ուրեմն կթողնենք, սա էլ իմ համար զգեստ եմ պատվիրել, սիրելիներս, պատվիրել էի սրա սևը և իմ համար և լիլայի ենքան էի որակը հավանել, որ պատվիրեցի նաև բեժ գույնը, այնուհետև որոշեցի պատվիրեմ նաև այս վարդագույն երանգի մեջ, որովհետև որակն ենքան լավն էր ու արդեն պատկերացնում եմ, թե ինչքան հավես է լինելու ամռանը այս շոգ եղանակին այնքան թեթև է, կարծես որ վերցնում ես, կարծես ձեռքիդ ոչինչ չլինի, շատ թեթև ու ես էլ մանավանդ որ շոգին չեմ դիմանում, չեմ սիրում ամռանը, սենց կպած շորեր սիրում եմ ազատ, որ թեթև լինեմ, հանգիստ լինեմ, սա այն է ինչ որ ինձ անհրաժեշտ է, որակն էլ շատ լավն է, գույնն էլ շատ գեղեցիկ, որ կարող եք և տանը հագնել և տնից դուրս, մնացել է, որ պատվիրեմ սրա մանուշակագույն երանգը, չգիտեմ պատվիրեմ թե ոչ, դեռ մտածում եմ, համենայն դեպս սև, բեժ և այս վարդագույն գույների մեջ արդեն ունեմ սիրելիներս, սա առայժմ կպահեմ, շուտով ամառ է կհագնենք, իսկ ես մնացած պատվերները տանեմ տեղավորեմ, սրանք էլ տես թղթերը տանեմ դուրսը վառեմ ու արդեն մի կես ժամ հետո տոլման պատրաստ կլինի։ Սիրելիներս բարի լույս, միանում եմ ձեզ հաջորդ օրը առավոտյան, մեր մոտ ժամը 10 է և ուզում եմ ասել, որ երեկ շատ լավ ժամանակ անցկացրինք, մորաքույրս էր հյուր եկել, իր աղջկա թոռների հետ, թոռնիկները տանը չէին, գնացել էին իրենց հարևանի երեխաների հետ խաղալու, դրա համար քույրիկս չկարողացավ գալ մորաքրոջս հետ մեզ հյուր, մորաքույրս եկավ, միասին սուրճ խմեցինք, տոլմա համտեսեցինք, ահագին զրուցեցինք, լավ ժամանակ անցկացրինք, երեկոյան Վահանի հետ ճանապարհեցինք, որովհետև մութ էր և անձրև, հիմա էլ անձրև է ու այսօր պետք է արդեն բոլորով գան մեր տուն, սուրճ կխմենք ու արդեն կճանապարհվեն դեպի քաղաք Վառոմեշ, դեպի իրենց տուն, 2 օրով են եկել և մորաքույրս չնայած նրան, որ և ինքը և ես շատ ենք ուզում, որ այսպես ձեր հետ էկրանից այդ կողմ, այսպես շփվի, խոսի, զրուցի, բայց ձեռքը վնասված է, գիտեք, գիպսի մեջ է, նախորդ վլոգում ասել եմ, ու ես հասկանում եմ և հարգում եմ ու չեմ էլ ստիպում, չնայած նրան, որ ինքը շատ էր ուզում, բայց նաև չէր ուզում այդ տեսքով երևալ, այս ամսվա վերջ գիպսը կհանեն ու
հետագա վլոգների ընթացքում հաստատ կտեսնեք իրեն, եւ որ Մոսկվայից կգա որոնեժ, միշտ որ գալիս է հանդիպում ենք, անպայման իրեն էլ կներառեմ վլոգների մեջ, որովհետեւ գիտեմ արդեն հասցրել եք սիրել, ինքն էլ ձեզ է շատ սիրում, ձեզ բարևներ, ջերմ բարևներ էր փոխանցում։ Վահան առավոտյան քաղաք է գնացել իր մեքենայի գործերով, քիչ առաջ խոսեցինք արդեն տուն վերադառնալու ճանապարհին է, երեկվա պատվերները տեսնում եք դեռ էստեղ դրված են, դեռ չեմ հասցրել տեղավորեմ, մինչ իր տուն վերադառնալը հիմա կդասավորեմ, կտեղավորեմ, պետք է մտնի Վալբերիս, այնտեղ հավես պատվերներ ունենք, որոնց շատ եմ սպասել, ոչ միայն ես, բոլորս, չեմ ուզում փողագծերը բացել, Վահանը երբ որ պատվերները կվերցնի կգա տուն սիրելիներս, միասին բոլորով կբացենք։ Գնամ ես քիմիան տեղավորեմ, տեղերը հավաքեմ ու միասին սպասենք Վահանի վերադարձը։ Անում եմ ձեզ վերջին հանդիպումից հետո 1 ժամ անց, գործերս վերջացրել եմ, ամեն ինչ տեղավորել, դասավորել, որոշեցի սուրճ պատրաստեմ, վայելեմ, թարմանամ մի փոքր, քանի որ անձրևային եղանակ է, ուզում ենք մի քիչ լիցքավորվենք, պարզվեց, որ ջուր չունենք խմելու, դե առավոտյան Վահանի հետ դրել էի այդ ջրի ամանը, մենք ջուրը այստեղ գնում ենք խմելու ուտելիքի համար, հա, որակ չկա մեր ջրի մեջ, դրա համար այդ խմելու ջուրը գնում ենք։ Ու փաստորեն ես մնացի առանց սուրճի, առանց խմելու ջրի, ճիշտ է տանը կա հյութ, բայց դե չի կարող փոխարինել իհարկե ջրին, բայց յոլա կգնանք մինչև Վահանը տուն հասնի։ Մեքենան տարել է խիմչիստկայի, քիչ առաջ էի խոսում, դեռ ժամ ու կես, 2 ժամ այդ պրոցեսի մեջ է լինելու, ինքն էլ տաքսիով գնացել է Մաքսիմիր, դեռ այսօր դեռ ինքը հաճ չի կել, առավոտյան սուրճ ենք խմել, գնացել է մի կտոր բան ուտի, հետ գա, մեքենան վերցնի ու գա։ Այնտեղից գալու է ճանապարհից ջուրը վերցնի, հետո Վալբերիս, մի խոսքով դեռ 3 ժամ հեչի պես հաստատ տունը չի լինելու, այնպես որ մնալու եմ առանց սուրճի, քանի որ ազատ եմ, ժամանակ ունեմ շփվելու իմ սիրելի հետևորդների հետ, աղջիկներս հարցնում էիք ինչպես եմ լուծել մազաթափության խնդիրը, եթե կհիշեք, անցած տարի այդ հարցերի մեջ էի, որոշումներ, լուծումներ էի փնտրում, փորձում, ես չեմ կարող ձեզ այսպես խորհուրդ տալ, որովհետև պատճառները կարող են լինել տարբեր, կարող է լինել գլխի մաշկի խնդիր, կարող է լինել նյութափոխանակության, հորմոնային կամ շամպունի հետ կապված լինի, կարա լիքը պատճառներ ունենա մազաթափությունը, բայց ես կխոսեմ այն, ինչը որ ինձ օգնել է, առաջինը ինձ, այսպես ասած, օգնեց, երբ որ Հայաստան ենք գնացել, մազերս կտրեցի, մազերի տակից ահագին կտրեցի, 90%-ով դա է օգնել, բայց կարող եմ ձեր հետ կիսվել մի լավ, այսպես ասած, դիմակով մազերի համար, հաստատ եթե օգուտ չտա, վնասել չի տա, եթե անգամ չունեք մազաթափություն, ուղղակի ինքը կարող է ավելի ամրապնդել ձեր մազարմատները, փայլ է տալիս, առողջ տեսք, ինչ եք անում, վերցնում եք մեկ տուփ ամբողջական գերչակի յուղ, ավելացնում եք մեկ միջին չափի սող, ճորկած, քերիչով անցկացրած եւ մեկ ձվի դեղնուց։ Եթե մազերը շատ են, նշանակում է, որ այդ բաղադրատոմսը, բաղադրիչները պետք է կրկնապատկեք, եթե ավելի երկար են, խիտ են, եռապատկեք, մի խոսքով այնքան, որ հերիքի ձեր մազերին, ոչ թե ամբողջ, այսպես երկայնքով պիտի քսել, շատ պետք էլ չի, այսպես ասած գերչակի յուղը ինքը խիտ է ու լավ տարածվում է մազարմատների վրա, մեզ պետք է, որ մազարմատներին քսենք եւ վերջ։ Մազարմատներին քսելուց հետո լավ, այսպես ասած, տրորում եք ու թողնում ինչքան հնարավոր է երկար, կարող եք անգամ մինչև կես օր առավոտյան քսել, երեկոյան քնելուց առաջ լվանալ, ֆենել ու վերջ։ Իմիջիալոց մազաթափությունը շատ լինում է այն մարդկանց մոտ, ովքեր
մազերը հաճախ ֆենում են, ուղում, այդ էլեկտրական ֆեները վնասում են մազի որակի վրա են ազդում, անընդհատ պետք չէ իրանց ֆենել, ավելի շատ ուշադրություն դարձրեք խնամքի վրա, քան այդպես քիմիական կամ արհեստական միջոցներով վնասել մազի որակը, կա որ բնականից մարդը ունի բնական առողջ գեղեցիկ մազեր, չի թափվում, օրինակ իմ մայրիկիս մազերը երբեք չի թափել, մի մազ գլխից չէր ընկնում, բայց ինչպես հասկացաք ես իմ հայրական կողմին եմ քաշել, այսպես մազերս խիտ չէ, նոսր է ու հաճախ է մոտ լինում մազաթափություն, կարա լինի նաև այդ մազաթափությունը ներվերի հետ կապված, այնպես որ առաջին օգնությունը բոլոր դեպքերում դա մազերի տակից պետք է կտրել, երկրորդը այդ դիմակն է ու արդեն կարող եք գնալ բժշկի մոտ կամ մաշկաբանի մոտ, արյան անալիզներ, հորմոնային ինչ որ կասի անել եւ արդյունքում ունենալ գեղեցիկ եւ առողջ մազեր, այսինքն պետք է պատճառը գտնել, որպեսզի լուծումը ստանալ, որովհետեւ կարող եք լիքը բան անել, բայց ստանաք հակառակ արդյունքը, էֆեկտը։ Իմ մազերս էլ ներկելու են, սպասում եմ օրերը տաքանան, այստեղ գյուղում լավ վարսավիր կա, իր մոտ մազերս կկտրեմ ու արդեն ես ինքս տանը կներկեմ, սովորաբար ես եմ միշտ ներկում իմ մազերը կյանքում վարսավիրանոցում, իմ կյանքի մեջ մազ ներկած չկամ, կտրելն էլ նույն ձև այստեղ կտրած չկա, մի անգամ եմ կտրել Ստանավոյ ռայոնում, որտեղ որ մենք ապրում էինք, հայ վարսավիրի մոտ ու վերջ, մնացած բոլոր դեպքերում իմ մազերս ես կտրում եմ Հայաստանում եւ որ գնում ենք դա կլինի 2 տարին 1, 3 տարին 1, տարին 1 եւ որ լինում եմ Հայաստան, մենակ այն ժամանակ եմ կտրում, որովհետեւ ես միայն վստահում եմ եւ գոհ եմ լինում մեր Հայաստանի վարսավիրներից, իսկապես ոսկե ձեռքեր ունեն։ Վարսավիրությունը իրոք լավ է ստացվում մեր հայերի մոտ, դա էլ այն հարցի պատասխանը, թե ինչպես եմ ազատվել մազաթափությունից, աշխատեք հաճախ չներկել մազերը, մի խոսքով արեք ամեն ինչ, որպեսզի ամենակիչը վնասեք ձեր մազերին, խնամքի միջոցներ, այդ խնամքի միջոցներն էլ պետք է տեսնեք պարունակությունը, ինչ կա իր պարունակության մեջ, արդյոք քիմիական է, բնական է, ամեն ինչին պետք է շատ ուշադիր լինել։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր լսելով իմ հորդորը, խորհուրդը, խնդրանքը, բաժանորդագրվել են մեր շատ սիրելի Հասմիկի ալիքին, միացել են, բոլորիցից շատ շնորհակալ եմ սիրելիներս, որ հարգելով ինձ չեք մերժել իմ խոսքը, վստահ եմ, որ հետևելով իր ալիքին սիրելու եք իրեն, որովհետև ինքը շատ բարձ, անմիջական, հետաքրքիր վլոգներ է նկարում եւ ինչու ես ցանկացա իր ալիքը ներկայացնել, որովհետև իրենց կյանքը ընտանեկան շատ նման է մեր ընտանիքի կյանքին, երբ որ ես եւ Վահանը նույնպես երկուսով անցել ենք այդ նույն դժվարություններով, չարչարանքներով, ինչ որ Հասմիկը եւ իր ամուսինը ու ես հարգեցի իր մոտ ամենաշատը այն պահը, որ ինքը այդ ամեն ինչի մեջ չէր տրտնջում ու բոլոր հարցերում կանգնած էր իր ամուսնու կողքին, անգամ այն ննջասենյակի շկաֆը, հա, որ մի քայլ առաջ մարդը ուզում է տուն դնի, տեղ դնի, գեղեցկացնի իր տունը, ունենա իր ձգտումը, այդ ամեն ինչը իր մեջ կարծես ես տեսա ինձ, ասենք այն ամեն ինչը, որ մենք այսօր եկել ենք հասել այնտեղ, որտեղ որ հիմա գտնվում ենք, ես այդ ճանապարհը, որ կողքից նայում էի իր վլոգը, ես տեսնում էի ինձ ու Վահանին, իսկ Հասմիկի մեջ ինձ, ինչը որ ես շատ հարգեցի դրա համար իրեն, սիրեցի եւ հասկացա, որ ինքը իսկապես տանտիկին է ու ինքը իսկապես կհասնի, որովհետեւ գիտեմ շատ մարդկանց, շատ կանանց, ովքեր ամեն ինչին անուն են դնում, զիջողությունների չեն գնում, պահանջներ են դնում ամուսինների առաջ ու շատ հարցեր։
այն կանայք, ովքեր միշտ իրենց ամուսինների կողքը կանգնած են լինում, միասին են հաղթահարում այդ ամեն ինչը, այն ինչը ունենում են, իրանք ավելի են գնահատում իրենց ունեցածը ու այդ ինչպես ասում են դժվարություններն է մարդկանց իրար մոտեցնում, այսինքն եթե այդ ընտանիքը հենց սկզբից սիրո հարգանքի վրա ստեղծված եղել, ուրեմն այդ դժվարությունները քննության նման մի բան է, այդ մարդիկ ավելի են իրար հետ մտերմանում, մոտիկանում, իսկ երբ որ այդ ընտանիքը ստեղծված է եղել այն ֆունդամենտի վրա, որտեղ մեկը դեպի ընտանիք է, մյուսը էգոիստ, այսինքն դժվարությունները բացում է մարդկանց դեմքը ընտանիքում, ով ինչ տիպի մարդ է, ով ինչպես է վերաբերվում այդ ընդհանուր ընտանիքին, այդ ամեն ինչին, եթե ինքը գնահատում է, ամուսինը կնոջ կողքն է, կինը ամուսնու, իրար հետ են այդ ամեն ինչը կիսում, ուրեմն իրանք ճիշտ քայլ են արել, որ իրար հետ ընտանիք են ստեղծել, բայց երբ որ մեկը ձգտում է, իսկ այն մեկը ուզում է ամեն ինչը իրեն, ուրեմն այդ ընտանիքը ընտանիք չի դառնա ու ոչ մի բանի էլ չի հասնի, կապ չունի այդ տուն ինչքան գումար ա մտնում, ինչ ա լինում, ինչ չի լինում, դրա համար, ինչպես ասում են, ամուսինները պետք է նայեն միևնույն ուղղությամբ։ Ես Հասմիկի մեջ տեսա ինձ այդ նույն ձև իր նման, ես էլ Վահանի հետ կանգնած, թե դուրսը, թե տանը, այդ մաքրելը, վերանորոգել այդ ամեն ինչը հետը կանգնած արել եմ, դրա համար էլ այսօր ունեմ իմ անկյունը և նայում եմ առաջ։ Ունենք նաև շատ պլաններ սիրելիներս, որ դա մեր ընտանեկան 4 պատն է, չեմ ուզում կիսվել, բարձրաձայնել, պատմել, վլոգներ եմ նկարահանում, ինձ թվում է, եթե Ռուսաստանում VPN-ները չբլոկեն, ժամանակի ընթացքում քիչ ամեն ինչն էլ կնկարահանեմ, ինչը որ համարում եմ, որ պետք է ու դուք էլ կտեսնեք այդ ամեն ինչը, մեր գնումները, մեր փոփոխությունները, նպատակները, այնպես որ Հասմիկը նաև օրինակ է բոլորի համար, որպեսզի չվախենան դժվարություններից ու ամեն ինչով կանգնած լինեն իրենց ամուսինների կողքը, որովհետև այդ ամուսինը ինչ անում է իր ընտանիքի համար և քեզ համար, տանտիկին, դրա համար կինն էլ պետք է միշտ ամուսնու կողքը կանգնած լինի բոլոր հարցերում, այդ ժամանակ այդ ընտանիքը կունենա հաջողություն։ Վահանը վերջապես վերադարձավ, պետք է գնանք օգնենք։ Հա, ասի գնամ ամոքնեմ, ասից պետք չի, ծանել ասից ես կբերեմ։ Բերի ու բացենք։ Չասը շորխալով պետք գալու։ Չասես, որ պետք է գալու։ Հա, ստեի համար էլի։ Այս խմիչքները համար վան, ստեպոք եք հավաքելու նայն։ Այս սեղանը ծախել եմ։ Արդեն ծոպ են մեկ։ Հա, այս ծախելու ենք, այս խմիչքները ստեպոք եք կսակիստե կդասենք։ Այս էլ ստե։
Սիրելիներս, այսպեսի գեղեցկություն ենք պատվիրել հյուրասենյակի համար։ Չափսը 167-ի վրա։ Այս ամենամեծներ կային սրանից փոքր սեղաններ չափսով ու տարբեր գույներ։ Դա կար նաև կարիճնևի, էլի ոսկեզօծ սենց երանգներով, սենց մեջը, բայց քանի որ մենք ունենք նպատակներ հետագայի համար, դրա համար հենց այս գույների մեջ ենք պատվիրել։ Իրականում ավելի գեղեցիկ էր, քան նկարում։ Թողնոք թողնեմ մեկնաբանությունների բաժնում, իսկ այս սիլիկոնը առանձին եմ պատվիրել, որպեսզի սեղանի երեսը, քանի որ շատ նուրբ է, որպեսզի պաշտպանենք այդ մաշվելուց, որ ակուրատնի մնա։ Հաջորդ նորությունը, որը վաղուց էի ուզում պատվիրեմ, սիրելիներս, այս էլեկտրական դուխովկան է, պեչը, քանի որ գազի պլիտան, լվացքի մեքենան, սառնարանը, բոլոր այս գույների մեջ են, դրա համար էլ շատ չփնտրեցի, մի անգամից այս գույն ընտրեցի ու այս ձևը, որը շատ եմ հավանել, 60 լիտր է, տարողությունը ու 2300 վատ։ Քանի որ մեր ընտանիքում 3 հոգի ենք, սա անգամ մեզ համար է մեծ, լավ է մեծ, քան փոքր։ Համենայն դեպս այն է ինչի մասին, որ ես երազում էի, պատկերացնում էի, սրա հաղումը եւս կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, սիրելիներս։ Եկեք բացենք վերջին պատվերը ու երևի սրանով էլ ավարտենք վլոգը։ Այստեղ իմ համար բլուսկա եմ պատվիրել։ Նկարի մեջ շատ գեղեցիկ էր եւ օձիվներում շատ սիրուն է, շատ լավն է։ Մեր հայկական բրենդներից Ազատ մարդ, շատ լավն է որակը, և կտորի, և ամեն ինչ է, նայեք կարերը։ 50 ռազմերն է սիրելիներս, հետևում ոչինչ չկա նկարած, այս դոշի հատվածում է, երբ ամառը Հայաստանում ենք, գնեցինք Վահանի համար նույնի սպիտակը, նույնի չէ, այս նույն ֆիրմայի ուրիշ նկարներ էր նրա վրա, բայց էլի Ազատ մարդ, այնտեղ ես ինձ ուրիշ բլուսկա գնեցի, բայց որոշեցի, որ իմ համար էլ պետք է գնեմ, որ միասին ամռանը հագնենք, մի հատ ձեռքով կլվանամ, կարդուկեմ ու արդեն ամռանը սև շորտիկի հետ ունեմ հարմար, այս գույների մեջ շորտիկի հետ կհագնեմ։ Բոլոր պատվերների հղումները կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, եթե չգտնեք, ինչպես որ ասել եմ վլոգի ընթացքում, կգրեք ինձ ու ձեզ անձնապես արդեն ձեր մեկնաբանության տակ կպատասխանեմ, կթողեմ բոլոր պատվերների արտիկումները։ Եկեք ավարտենք վլոգը, հուսով եմ ձեր համար հետաքրքիր էր, շատ չցանձրացաք։ Ուզում եմ ասել շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր լայքում են, թողնում մեկնաբանություններ կամ ընդհանրապես ուղղակի նայում են, իսկ այն մարդկանց, ովքեր նոր են միացել մեր փոքրիկ ընտանիքին, ասում եմ բարի գալուստ։ Իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, բաժանորդագրվեք սիրելիներ, որպեսզի բաց չթողնեք հետագա վլոգները։ Ցանկանում եմ ձեզ լավ տրամադրություն, օրվա հիանալի շարունակություն ու տեսնենք հաջորդ անգամ որտեղից ենք նորից միանում։ Լավ մնացեք սիրելիներս, կհանդիպենք։